Տրակտորը կտոր-կտոր քանդում է բալահովիտի կամուրջը, 6-րդ օրն է վերին պտղնուց Աբովյանով դեպի Ալափար ստանող ուղեանցն իր տակի ամբողջ հանգույցով փակվել է հիմնանորոգման։ Վարորդներին տեղեկացնում է աշխատանքներն իրականացնող ճանապարհաշինարարը։ Կամուրջը ընդհանուր լրիվ ապամոնտաժել ենք, էլի։ Իր տեղը կառուցվելու է նոր կամուրջ։ Նորը կլինի դարձյալ երկաթբետոն է, բայց ավելի կարճ հենապատերը լիցքով առաջ բերելու հաշվին այժմյան 70 մետրի փոխարեն 56 մետր թռիչք կունենա։ Ամբողջը կփոխվի տակի պահող սյուներից մինչև հեծան։ Միկվա հեծանները մոտ 9 մետր են, մենք տեղադրել ենք 28 մետրանոց հեծաններ։ Ընդհանուր թվով 14 թռիչքի համար։ Իսկ հիմա մոտ 40-ից ավել հեծան կա տեղադրած կամուրջի վրա։ Ու գտնվում է 5 հենասյուների վրա տեղադրել ենք ընդհանուր երկու հիմնական հենասյուները, մենք մեջտեղի կլոր հենասյունը, որ ավելացնել ենք, էլի։ Ճանապարհաշինական ընկերությունն այստեղ գործը սկսել է տվյալ ուղղությամբ դեռ նախորդ տարվանից մեկնարկած 21 միլիարդ դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրով։ Փաթեթի շրջանակում մինչև կամրջի բերանը 5 կիլոմետր երկարությամբ երկշերտ ասֆալտապատում են իրականացրել, որ ուղեանցի փակելու ընթացքում մեքենաները կարողանան գոնե Բալահովիտով ու Աբովյանով գյուղեր գնալ։ Նախագծով Երևանի կողմից կամրջի առաջ էլ տրանսպորտի շարժը կարգավորող նոր լուծում կտան։ Շրջանաձև երթևեկություն է լինելու։ Մոստի հետ զուգահեռ երևի թե շրջանաձև երթևեկություն էլ կառուցենք, լայնանալու է, էլի ճանապարհը, որ մոստի հետ կարողանա զուգահեռ երթևեկություն անել։ Ճանապարհն այստեղ AAB-ն տարեվերջին արդեն շահագործման կհանձնի, կամուրջը ոչ մեկ ամիս միայն քանդելն է տևելու։ Ընդհանուր աշխատանքի համար պետությունը կապալառուին 300 օր ժամանակ է տվել, որովհետև կամրջաշինության տեխնոլոգիական ստանդարտներ կան, բետոնե հեծանները պետք է ամրություն հավաքեն։ Երթուղին փակելուց նյարդայնացած գործն արագացնել պահանջող վարորդներին բացատրում են երկրի հիմնական ավտոճանապարհների նորոգման ծրագրեր կազմող վերահսկող դեպարտամենտից։ Վերջերս շատ հաճախ ամենօրյա ռեժիմով բողոքներ ենք ստանում եւ պահանջում են շատ արագ կազմակերպել, այս շատ արագ կազմակերպելը դա կազմի որակի վրա։ Կարեն Շեկոյանն ասում է, կամուրջների հարցը Հայաստանում առաջին պլան է բերվել։ 30-35 տարվա վաղեմության հանգույցներ ունենք, դրանք պարզ են նախատեսված չեն երթևեկության ներկայիս ինտենսիվության համար։ Սեյսմիկ ու կրողունակության թարմացված նորմերին համապատասխանելու խնդիր կա, այնպես որ քաղաքաշինության կոմիտեի հաստատած ժամանակացույցով միջոցառումներ են սկսում։ Շուրջ 1000-ից ավելի կամրջային կառուցվածքներ կան հանրապետությունում, դրանց մասով իրականացվելու են առաջիկայում ուսումնասիրություններ, առաջնահերթությունները որոշվեն, ըստ առաջնահերթությունների վիճակից կախված եւ նախատեսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ակտիվ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Դա ուղղակի պահանջ է արդեն։ Հինն ամբողջությամբ քանդել 0-ից նոր կամուրջ հավաքելու մեծ ծրագրում, եթե ավելի վաղ կառուցված Ծովագյուղինը չհաշվենք, Բալահովիտի այս կամուրջն է դառնալու առաջինը։ Մինչև դա ցուցանակները հուշում են կամուրջն ու դեպի Ձորաղբյուր երթուղին փակ են։ Առաջարկվող այլընտրանքը մի կողմից Աբովյանի տրանսպորտային հանգույցն է, մյուսից Գետառքելի ճանապարհը։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։